Շատ գեղեցիկ ստեղծագործություններ։ Իսկապես այս դասական տրամադրությունը հուսով եմ կպահպանվի նաև խոհանոցում, որովհետև լսել եմ, որ մի դասական բաղադրատոմս ենք այսօր պատրաստելու, այնպես որ ժամանակն է ողջունելու մեր Անուշին։ Բարի լույս Անուշ։ Բարի լույս, սիրելի գործընկերներ, այո, դասական է, որովհետև մենք նույն թեմայի մեջ ենք, Իտալիայից չենք հեռանում, պատրաստում ենք իտալական աղցան, որը 5 րոպեում ընդամենը կարող ենք այսպես գեղեցիկ, համ գեղեցիկ է, համ համեղ է, համ էլ կզարմացնենք ինչով, որ շատ արագ ենք պատրաստելու, ընդամենը 5-6 րոպեում։ Ինչ ենք անում, 2 կես ենք անում, չերի լոլիկները, պանիրը հենց այսպես առանց կտրելու մոցարելա պանիրը կդնենք եւ իհարկե ունենք բազիլիկ, կկտրենք ու կավելացնենք շատ համեղ թանձրուկ։ Գաղտնիքը հենց թանձրուկի մեջ է լինելու։ Այստեղ կարող էր լինել նաև սոխ սխտոր, բայց ես դա հանեցի բաղադրատոմսից։ Կարծում եմ ճիշտ արեցի։ Շատ ճիշտ արեցի։ Մենք ողջունում ենք քո ընտրությունը։ Իսկ անուն ունի այս աղցանը, թե։ Կարող ենք ասել կապրեզե, բայց դասական ձևով։ Դասական Քանի որ մենք խոսեցինք դասականից, այո, մենք կարող ենք ասել դասական ձևով։ Մի քիչ այդքան է դասական, չէ՞, դասական առավոտ լուսո։ Չէ, բայց կապրեզե, ինձ դուր է գալիս, կապրեզե, buongiorno, signor։ Դու Իտալիայից եկել ես վերադարձել։ Ես իտալական ամեն ինչ դուր է գալիս։ Տպավորություններով եմ։ Դե, բայց նրանց խոհանոցը շատ համեղ է, չէ, շատ հայտնի, նույնիսկ մեր քիմքին շատ հարմար, հայերս նույնպես մեծ սեր ունենք իտալական խոհանոցի նկատմամբ։ Իսկ այդ արագությունը ինձ շատ է դուր գալիս, շատ արագ, այսպես լոլիկները նա կտրեց, հիմա լցնում է տարայի մեջ։ Ընդհանրապես այդպես է, չէ, Ռուբեն, երբ ասում են աղցան, շատերը մտածում են, այդքան կտրտել է, պետք այդքան մի քիչ երկար ժամանակ է պահանջում, բայց մենք շատ հաճախ առաջարկում ենք այնպիսի բաղադրատոմսեր, որ շատ այդպես թեթև ժամանակատար չլինի։ Արագ պատրաստեն եւ անցնեն իրենց գործերին։ Թանձրուկի համար ինչ է մեզ հարկավոր։ Հիմա մենք ավելացնենք մոցարելա պանիրը, առանց կտրելու այսպես, ու թանձրուկի համար վերցնում ենք ափսե, ավելացնում ենք ուրեմն առաջինը բալզամիկ քացախ, հետո այստեղ ունենք պեստո թանձրուկը մեր, պեստո։ Դու չես պատրաստել պեստոն։ Չէ։ Միանգամից պատրաստի ենք ձեռք բերել։ Պատրաստի է, բայց դե մենք գիտենք, պեստո ցույց ենք տվել բազմիցս մեր հեռուստադիտողներին ինչպես պատրաստենք, նույնիսկ հայկական կանաչիներով պատրաստել ենք եւ կարող ենք, բայց սա իհարկե բազիլիկն է, հենց իտալական ձևով։ Ավելացնում ենք պեստո։ Խառնում ենք։ Ահա, եւ մանանեխ, մանանեխը դիժոնյան մանանեխ է, բայց ոչ հատիկավոր, բայց քաղցր մանանեխ։ Շատ հետաքրքիր թանձրուկ է։ Կարծես թե քո սիրելի թանձրուկների թանձրուկն է, իմ սիրելի թանձրուկները եւ խառնում եք։ Ստացվում է նոր թանձրուկ։ Իրականում շատ համեղ է լինելու։ Ես պատկերացնում եմ։ Աղ կավելացնենք։ Շատ քիչ։ լոլիկին եւ մոցարելա։ Այո։ Եվ սև պղպեղ։ Բայց ես այնտեղ բազիլիկ եմ տեսնում։ Հիմա կտրելու ենք, այո, մեզ մնում է կտրել իրականում, մնում է կտրել միայն բազիլիկը եւ շատ արևածաղկի սերմ ենք օգտագործելու։ Նախապես ասեց շատ, որ հանկարծ տարօրինակ չնայեն, թե ինչի համար է այդքան առատ։ Դե բոլորը գիտեն արդեն կարծում եմ, հատկապես մեզ դիտող հավատարիմ հեռուստատողները, որ Անուշը շատ է սիրում այդպես սերմեր օգտագործել։ Բայց դա շատ կարևոր է մեր առողջության համար, հատկապես, ուզեղ են սերմեր, աղցանի մեջ միշտ պարտադիր պետք է օգտագործել։ Եվ հետո ամենահարմար տարբերակն է ստանալու կարծում եմ այս բաղադրիչները սննդարար, որովհետև չգիտեմ, գտալով ոչ ես ուտի օրինակ այդ սերմերը, չէ՞։ Իրականում շատ լավ կլինի, որ ամանի մեջ գտալով լինի միշտ սեղանի վրա եւ եթե նույնիսկ այդ աղցանի մեջ չկա, այո, դու ինքդ ավելացնես։ Բազիլիկն էլ կտրեցինք։ Ինչ վարպետորն է, չի կտրել։ Այո, միշտ նախանձում։ Խոհարարներից սովորել ենք արդեն։ Այսպես կարողանում եմ վարպետորեն կտրել։ Դու հաճախ ես խոհանոցում լինում։ Նախանձելուցս Որ ոչ։ Հաճախ եմ խոհանոցում լինում որպես սպառող։ Դե հա։ Ախր պատրաստողներին սպառողներ էլ են դել։ Իհարկե, չէ՞ Անուշ։
Իհարկե, պարտադիր, ամենակարևորը պատրաստում ես ինչի համար, որ համտեսեն ու ասեն ինչքան համեղ է, ինչքան լավ է ու ոգևորեն պատրաստողին։ Մենք այդպես էլ անելու ենք Անուշ, դու շատ համեղ ես մնում է այդ պատրաստում, շատ հանձրուկը համեղ։ հիմա խառնվի աղցանի։ Ահա։ Վերջ, մեզ մնում է Տպավորություն որ մենք խառնել։ անհամբեր սպասում ենք, թե երբ ենք հարցակվելու։ Եվ ավելացնում ենք արևածաղկի սերմ, Ահա։ այսպես։ Շատ առատ։ Շատ։ Հրաշալի։ Տեսեք ինչ արագ պատրաստվող, երբ օրինակ գիտենք, որ հյուր է գալու մեր տուն, բայց մենք ունենք ընդհանրապես լոլիկն ու պանիրը, շատ հանգիստ կարող ենք արագ կազմակերպել պատրաստել այս աղցանը, բայց Կարևորը մատուցման ձևն է։ դե մատուցումը այս դեպքում ուղղակի այսպես գեղեցիկ կդասավորենք ափսեի մեջ եւ իհարկե կենտրոնում մեկ բազիլիկ Դե կդնենք։ դա պարտադիր է։ Ու ինչն է հետաքրքիր, այստեղ մենք ունենք մեղր Վայ։ եւ դեռ չենք Ինձ օգտագործել։ թվաց ձիթայյուղ է դա։ Անկեղծ ինձ էլ թվաց, որ դա զիթայյուղ է։ Քանի որ Այս աղցանը մեղրով էլ են փորձում։ տարբեր տեսակի կծու թթու ունեցանք մենք, չէ՞, այստեղ, բայց քաղցր դեռ չենք ավելացրել։ Եվ հիմա մեր աղցանի հիմա կտեղավորենք եւ վերջում վրան կդնենք, այսպես կցողենք մեղրով։ Մի փոքր կքաղցրացնենք։ Աղցանն է պահանջում, որ մեղրը պարտադիր լինի, թե նախընտրությամբ է։ Իրականում այդպես է հենց այս թանձրուկի բաղադրատոմսը, բայց եթե չեն ուզում, կարող են չանել։ Մի փոքր քաղցրը ինձ թվում Չէ, է հետաքրքիր կլինի։ Այո, Իհարկե հետաքրքիր կլինի։ Դիշոնյան մանանեխի հետ հատկապես։ Լավ համադրվում։ այո, այո։ Դրա համար մենք մի փոքր այսպես ցողենք ու վերջ։ Մնաց բազիլիկը։ Այո, Եվ վերջ։ մի Բաց գեղեցիկ չմնաց։ ճյուղ ընտրենք, դնենք կենտրոնում եւ ասենք անուշ լինի։ Ահա։ Անուշ լինի հիմա մենք կասենք Ռուբենի հետ, իսկ այդ ընթացքում դուք կլսեք երաժշտություն սիրելի Դες ինչ հեռուստադիտողներ։ երաժշտությամբ եմ ուզում Գնացինք։ մոտենանք, մենք ապրեզենք։ Տարարարա, տա-դա-դա-դա-դա-դա-դա